Ոչ միայն անհրաժեշտ, այլև պարտադիր։ Սեփական գլխին ծածկ ունենալ բոլորն են ուզում։ Մենք թե այստեղ ապրողներից ոմանք դրանից կարող են զրկվել։ Եթե դուք չեք ցանկանում լսել, դա այլ հարց է։ Դե ուրեմն այլ հայտարարություններ չանեք։ Արաբկիր վարչական շրջանի Համոսայան 58-ում բարձրացած այս աղմուկը սովորականներից չէ, վեճը տանտերերի ու ԴՀԿ-ի աշխատակիցների միջև է։ Հիմա ԴՀԿ-ի նախկինում այլունակից հարազատների միջև վեճի պատճառն ու կռվախնձորը հենց այս տունն է։ Այժմ այն մասին, թե ինչպես ու որտեղից սկսվեց ամեն ինչ։ Արդեն մոտ կես դար է այս տանը 4 եղբայրներ են ապրում։ Նրանց ծնողները քարը քարին են դրել ու այս տունը կառուցել։ Հետո որդիներն ամուսնացել են, ընտանիք կազմել։ Սրան զուգահեռ տան հարկերն են ավելացել, նոր դռներ ու մուտքեր բացվել։ Գլխի վրա ծածկ ունենալու խնդիրը այստեղ ապրողները լուծել են։ Փոխարենն աչքաթող են արել թղթաբանական հարցերը։ Այս հարցերում գրանցված են, բայց սեփականության իրավունք դեռ չունեն։ Աստիճանները պիտի նեսից բարձրանար, բայց մենք շատ մեծ ընտանիք ենք, 11 հոգի մենք էինք, չհաշված այս մի եղբորս ընտանիքը։ Դրա համար մենք բան արեցինք, խախտումները սենց արեցինք։ Դսից աստիճաններ արեցինք։ Դրա համար չսեփականացնում։ Դրա համար ավարտական նես չտվեցին շենքի։ 3 տարի առաջ էր եղբայրներից մեկի որդին Ջոնիկ Սարգսյանը փորձեց շտկել չարած գործը։ Խաղաղ ճանապարհով խնդրին լուծում տալ չկարողացավ։ Մյուս եղբոր ընտանիքը համաձայն չէր։ Հարազատական կապեր տեղի տվեցին ու ասպարեզ եկան փաստաթղթերը։ Հողը եղել է իրանց անունով։ Իրանք համաձայն չէին, որ մենք կադաստրով սեփականաշնորհեինք։ Իրենց բաժին հասած հատված օրինականորեն սեփականաշնորհելու համար դատարան դիմեցին, բայց փորձը փորձանքի վերածվեց։ Համոսահյանի 58 հասցեում գտնվող սեփական տան մյուս հատվածն է, այստեղ արդեն բնակվում է շահագրգիռ մյուս կողմը։ Այս տարածքում սեփականություն չունի, ոչ ինքը, ոչ իր ընտանիք։ Հակընդդեմ հայցով մյուս եղբորորդու ընտանիքը դատարանը մտավ ու շահած դուրս եկավ։ Ջոնիկ Սարգսյանը ոչ միայն վերջնականապես զրկվեց սեփականության իրավունքից, այլև տնից վտարվելու փաստի առջև կանգնեց։ Հորս կառուցած տունն է, ես էլ իր մեծ աղջիկն եմ։ Մեծ աղջիկն է, թե փոքրը տնից զրկվելու վտանգի առջև Տիկին Սիրանն էլ է կանգնած։ Սարգսյանների մյուս թևի ներկայացուցիչը Տիկին Սիրանի եղբոր հարսը Մարգարիտա Բաբայանը վճռական է տրամադրված։ Ես հակընդդեմով նորից պետք է ուրեմն դատարան հայց ներկայացնեմ եւ կվտարեմ բոլորին, ով ոչ թե գրանցված է եւ ապրում է։ Այդ վերևի հարսս նույնիսկ քրոջս ասաց, որ հաջորդը քեզ եմ ստեղից անելու։ Քորս, որը 59 թվից ապրում աստեղ։ Դեռ ովքեր կզրկվեն այս տան նկատմամբ իրավունքներից ու ինչպես կլուծվի գույքային թնջուկը, թողնենք մի կողմ։ Հիմա այն մասին, թե ինչ կապ ուներ այս ամենի հետ ԴՀԿ-ն ու նրանց հետ Սարգսյանների վիճաբանությունը։ Կատողական թերթի համաձայն պետք է Ջոնիկ Սարգսյանին վտարել Երևան քաղաքի Եսայան 58 սեփական տանից եւ հողատարածքից։ Հենց այս առաքելությամբ էր ԴՀԿ-ն հայտնվել Սարգսյանների բակում։ Եկել էին ու գործի անցել։ Եկել ենք տեսել ենք դուռը ջարդած, զամոկը հանած, Վեշերի կեսը հանել են, թափել են դուրս։ Մենք դատական նիստի էինք այդ ժամանակ, այդ ժամին դատական նիստի էինք։ Եկանք տեսանք, որ գույքի մի մասը արդեն դուսնա, իրանք էլ նեսը մեզ չէին թողում նես մտնելու նույնիսկ։ Իրենք այստեղ ապօրինի գործողություններն ան չեն իմանում, ինչ են տարել, ինչ են արել, որը որտեղ են լցրել ամբողջությամբ բակում թափված։ Իսկ մենք խնդրել ենք, որ 1 ժամ ուշացումով եկեք։ Մենք դատական նիստի ենք մասնակցում, հենց այս հարցն էր քննվում դատարանում։ Ժամանակը երկարաձգեց Սարգսյանների այս թևը նախապես էր խնդրել, գրավոր դիմում էին ուղղել գլխավոր հարկադիր կատարողին, բայց ապարդյուն։ Վտարման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար։ Այսպիսին է ԴՀԿ-ի մեկնաբանությունը։ Այստեղ մեկել էր ճաշասենյակի, այստեղ սպայնի էր։ Այս սենյակները կարճ ժամանակում դատարկվեցին, իրերն էլ դրսում հայտնվեցին։ Նախազգուշացվեց բնակարանի դուռը հարկադրաբար բացելու մասին։ Որոշ ժամանակ սպասելուց հետո հաշվի առնելով, որ պարտապանը եւ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն ներկայացել կատողական գործողությունների վայր, ուստի ընթերականների եւ մասնակիցների ներկայացան բացվեց մուտքի դուռը։ Ոչ մի թերական չի եղել։ Դուրը ջարդել են, մտել են ներս։ Հարկադիրի այս գործողություններից դժգոհ Ջոնիկ Սարգսյանն ու նրա ընտանիքը ահազանգեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Կառույցի ներկայացուցիչների արձագանքը չուշացավ, տեղում ծանոթացան ԴՀԿ աշխատակիցների գործողություններին։ Երբ որ մեր աշխատակիցները գնացել են նշված հասցե, գույքագրում իրականացված չի եղել։ Կոնկրետ ընթերականներ եւս չեն եղել։ ԴՀԿ-ից տեսախցիկի առջև խոսել չեն համաձայնվում, բայց գրավոր տեսակետն են ներկայացնում, պնդում են, իրենց գործողությունները օրենքի սահմաններում են եղել, կատարողական վարույթով, ընթերական չշահագրգռված Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որին հարկադիր կատարողը հրավիրում է մասնակցելու կատարողական գործողություններին, հաստատելու համար դրա իրագործման փաստը, բովանդակությունը, ընթացքը, արդյունքները։ Հետևաբար ներկա յուրաքանչյուր մարդ կարող էր ընթերակա համարվել։ Պահանջել են ուր են ձեր ընթերականները։ Առաջինը ցույց են տվել միլիցիոներին, ասես միլիցիոներին չեն ընթերական։ Ասես հա վայ են բանվորները։ Ասես ինչ բանվոր, բանվորը ձեր հետ բերել եք ընդամենը տեղափոխելու համար։ Խառնվեցին իրար, չգիտեմ ում աններ են գրել, ինչեր են գրել։ ԴՀԿ-ն նաև փոխանցում է, հասցեն նաև գույքագրում է կատարվել։ Մինչդեռ ներկաները պնդում են, դուրս բերված իրերի այս ցուցակը հարկադիրի աշխատակիցները ավելի ուշ են գրանցել, երբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն են գործին միջամտել ու իրենց անհանգստությունը հայտնել։ Տեղում մի աշխատակիցների կողմից արձանագրություն է կազմվել նշվածի կապակցությամբ, որպիսի Մարդու պաշտպանի կողմից գրությամբ դիմի վերադասին արդարադատության նախարարին։ Հաջորդ հանգամանքը, որն անհանգստացրել է Սահյան 58-ի հասցեի այս հատվածի բնակիչներին։ Դատարանի որոշմամբ պետք է տեղափոխվեր միայն Ջոնիկ Սարգսյանի գույքը, բայց դատարկվել են նաև այն սենյակները, որոնք նրան չեն պատկանում։ Իրանք պետք է գնային նկուղագային հարգը, որի համար իրանք դատարան էին գնացել, դադավճիռ ունեին, ինչ ունեին նկուղային հարգի։ Բայց իրանք ոչ թե նկուղային հարգից սկսեցին, այլ եկան սկսեցին ստեղ դատարկել։ Ապօրինի վտարում է կատարվում, որովհետև Ջոնիկ Սարգսյանը ապրել է առաջին հարկում։ Առաջին հարկից պետք է վտարեին, նկուղային հարկից, իսկ իրենք եկել են հորաքրոջ զբաղեցրած տարածքից են վտարում։ Հարկ է փաստել, որ կատարողական թերթը տրված է եղել միայն Ջոնիկ Սարգսյանի անուն ազգանվամբ, իսկ նշված հասցեում բնակվում են նաև այլ անձինք, այսինքն երբ որ վտարում իրականացվում է բոլորի նկատմամբ, կատարվում է բոլորի նկատմամբ, պետք է կատարողական թերթը տրվի բոլորին առանձին, այսինքն բոլորի անուն ազգանվամբ առանձին կատարողական թերթ։ Արդարադատության նախարարության դարպասին պատկերված այս նժարները խորհրդանշում են արդարությունը, անկախ նրանից ով է տուժողը, ով շահողը, պետական ցանկացած մարմին իր գործողություններում պետք է օբյեկտիվ լինի բոլոր դեպքերում, չէ՞ որ օրենքները հավասար ու համընդհանուր են բոլորի համար։